Հարգելի Facebook-յան ընկերներ, ծանոթներ եւ անծանոթներ, քանի որ շուտով այգու թեստ հաուսը ձմեռվա դադարից հետո բացելու է իր հյուրընկալ դռները եւ վաղը ես սպասում եմ առաջին հյուրերին, որոնց համար որոշել եմ պատրաստել մեր ավանդական ճաշատեսակներից կճախար իրենցից ցանկությամբ։ Ճիշտ ասած, չգիտեմ կճախար բառի իմաստը եւ ոչ միտեղ ես այդ մասին չկարողացա գտնել ինչ-որ բացատրություն, բայց կարող եմ ասել, որ նա պահքի համար օգտագործվող ճաշատեսակ է, որը ընդունված է մեր հայրենի գյուղում Չարդախլովում։ Տատիկս միշտ այդ ճաշը պատրաստում էր կամ ուշ աշնանը, ձմռանը կամ վաղ գարնանը, այսինքն նա ուտում էինք մենք ցուրտ ամիսներին, ընդունված էր այդպես, ուտել ցուրտ ամիսներին։ Պատրաստում էր տատիկս հաճույքով կճախաշը, հավաքվում էին գերդաստանով, հարևաններով, ծանոթներով եւ համտեսում էին կճախաշը։ Հիմա ես ուզում եմ շարունակել իմ տատիկի տրադիցիան, էփել այն ցուցադրել տատիկիս ավանդական ճաշատեսակները։ Այսօր կճախաշը, բայց նա շարունակական է, կշարունակենք եւ մնացած տեսակները եւս կհամտեսենք եւ կտեսնենք։ Ուրեմն էփելով կճախաշ ես ուզում եմ ասեմ, որ կարծում եմ սա մեզ մոտ ընդունված տեսակն էր պասուց տոլմայի, որտեղ մեզ մոտ պասուց տոլմա չէին պատրաստում էին կճախաշ։ Կճախաշի համար օգտագործում ենք համարյա այն հատիկները, որոնք օգտագործում են պասուց տոլմայի մեջ։ Իհարկե ոչ 7 տեսակ ավանդական ինչպես պասուց տոլմայի մեջ է, մենք ընդհանրապես պատրաստում ենք 3 տեսակից։ Վերցնում ենք եգիպտացորեն, վերցնում ենք ցորեն եւ լոբի։ Հավասար չափերով կարող ենք վերցնել 500-ից 600 գրամ մոտավորապես, նախորոք մաքրում ենք, ընտրում ենք ընտիր հատիկները, թրջում ենք, լվանում ենք այն, թողնում ենք մի որոշ ժամանակ ջրի մեջ, այնուհետև ուրեմն վերցնում ենք կաթսան, կաթսան ցանկալի է մի քիչ մեծ լինի, որ այդ իմ նշած 3 տեսակի հատիկները 500-600 գրամ, հետագայում լցնելու են այդ կաթսան։ Սկզբից կաթսայի մեջ ենք լցնում թրջած, մաքուր վիճակում, ցորենը, ներողություն, եգիպտացորենը, քանի որ այն երկար ժամանակ է պահանջում վերցնելու։ Այսպես լցնում ենք կաթսում, բացրեցինք լրիվ եգիպտացորենը, հիմա եգիպտացորենի վրա լցնում ենք նախորդ վերցրած 2 լիտր ջուրը կամ 2.5 ծածկելով կաթսան դնում ենք կրակի վրա։ Հիմա քանի որ տանը մենք ունենք փայտի վառարան եւ հիմա վառում է վառարանը, դնում եմ ես այդ վառարանի վրա։ Հետո 2.5 ժամ էփելուց հետո ավելացնելու եմ ցորենը։ Ցորենը ավելացնելուց հետո եւս ջուրը ավելացնում եմ, ցանկալի է ջուրը ավելացնել սառը վիճակում։ Հետո ցորենը էփելուց հետո ավելացնում ենք լոբին։ Լոբին ավելացնելուց հետո արդեն 1 ժամ եռալուց հետո կարող ենք ավելացնել աղը։ Դե քանի որ ճաշատեսակը պատրաստ կլինի վաղը հյուրերի համար, ես կցուցադրեմ պատրաստի վիճակում, թե ինչպես ենք այն մատուցում։ Այն կարող ենք մատուցել, ասեմ չմոռանամ, որ լոբին էփելուց հետո պետք է անպայման կաթսայի մեջ ճաշը լինի մի փոքր թանձր ջրալի տեսքով, որ այդ ձևով մատուցելու ժամանակ շատ ավելի համով է, քան թե բան վիճակում, ցամաք վիճակում, դրա համար անպայման չմոռանաք, ջուրը այնքան լցնեք, որ վերջում լինի ջրալի թանձր մասը։ Կարող ենք մատուցել թթվի տարբեր տեսակներով, կարող ենք սալատներ պատրաստել, ցանկացած ով ինչ կարողանում է, լոլիկ, լոլիկը կարող ենք եւ պահոձացված ձևով մատուցել, հաց, պանիր, ինչ որ ունեք տանը, մի խոսքով բարի ախորժակցես։ Եվ ուզում եմ ասեմ,
Հարգելի չարդախլուցիներ, ով կարոտել է, ուզում է համտեսի, գճախաշ, խնդրեմ, կարող եք այցելել մեզ մոտ Այգուտ Guest House, երբ ուզենաք։